դեպքերը կլինի շարունակական ու մենք կարողանանք մեր դիրքորոշումը բացի այն որ մենք բանջարեղեններ կան նաև մենք առաջարկում ենք տարբերակներ ոսո եմ հաշվի կանեն այդ առաջարկությունները եւ մենք կհասնենք մեր նպատակին Որտեղ նայեք առավոտյան եւս ակցիա էր այստեղ ասում են որ մեթոդական տարբերությունն են իրենք կողմ են ավելի ակտիվ գործողությունների ավելի կտրուկ գործողությունների տարանջատում կա այս պահին ձեր ընդհանուր մտածողության մեջ արցախցիներն ունեն տարբեր, այսպես ասած, դիրքորոշումներ պայքարի ուղղությամբ, արդեն ասում են, որ նույնիսկ իշխանություններն են փորձում տարանջատումներ մտցնել ձեր դիրքորոշումներում։ Ցավոք սրտի այսօր տեսնական ցանցերում մեծ պարակտում կա հայաստանցի, արցախցի այդ տարբերակումը կա։ Ուզում եք այդ թեմայով մի քիչ խոսել։ Ես նկատի ունեմ նաև արցախցիների մեջ ասում են իշխանությունները ներդնում են անձինք, որոնք փորձում են տարանջատել պայքարը, մասնատել պայքարը։ Չի ասի կա, որովհետև մեծ հանրահավաքի ժամանակ, մտիկ ցանի որ տեղի ունեցավ, այդ հանրահավաքի ժամանակ բոլորը միավորվել, բոլորը եկել ու իրենց, քանի որ խնդիրը բոլորինս է, այնպես չէ, մեկին կա խնդիր, մեկին չկա, խնդիրը բոլորինս է, լսել եմ այսօրվա հավաքի մասին, որ այսօր հավաք 11-ին տեղի ունեցավ, մարդիկ, չգիտեմ, միգուցե կհանդիպենք, կզրուցենք, մենք բացենք բոլորի համար, ովքեր ներկայանան իրենց առաջարկներով քննարկենք, քանի որ աշխատում է խորհուրդ կա, ժողովրդի կողմից ընտրված, խորհուրդն է որոշում մեր հետագա քայլերը մենք ինչպես ենք շարժվելու առաջ ու չեմ ուզում այսօրվա առավոտվա ակցիան ես նկատի չունեի, նաև ասում են այլ խմբեր կամ համացանցում կոնկրետ անձինք, որոնք զբաղված են այս խնդիրների բարձրաձայնման, բայց ունեն համագործակցություն իշխանությունների հետ։ Չեմ հանդիպել ու այս պահին կարող ասեմ մենք բոլորս է միավորված ու միասին գնում ենք քանի որ նշում եմ որ այս խնդիրները բոլորինս է Պարոն Կրչյան, վերադառնալով ձեր դիտարկած հարցին հայաստանցի արցախցի տարանջատմանը հենց իշխանությունների կողմից կարծեք գեներացվում է այդ օրակարգը, որովհետև տեսանք ձեր հանրահավաքից հետո Արսեն Թորոսյան ներգրավմամբ հանդես եկել ասում էր կոնկրետ ուժեր շահագրգռված են Արցախը հայաթափելուց հետո նաև Հայաստանը հայաթափել տեսանք որ հանրային ռադիոյի տնօրենի կինը անգամ մեծ ատելություն էր գեներացրել գրառմամբ մեկնաբանմամբ սա ինչի հետևանք է արդյոք ուղղորդվում է հենց ամենավերևից Այսպես ասեմ ինձ թվում է Այդպես է այո, որովհետև չեմ կարծում, այսինքն մենք մի քանի օր ինչ անում ենք նստածույց ու սոցիալական ցանցերում վիճակը այլ է, այսինքն լրիվ այլ կյանք է, իսկ ամենօրյա մեր հիմնական կյանք ամենօրյա ռեժիմով այլ, որովհետև մենք նստած վրանում տեսնում եմ տարբեր ամեն օր հարյուրավոր մարդիկ տարբեր մարզերից, դե Երևանի կենտրոնից, Երևանի տարբեր մասերից գալիս են եւ իրենց մտակցությունն են հայտնում մեզ, իրենց աջակցությունն են հայտնում մեզ ու նաեւ այս բանը ուզում եմ անպայման շեշտած լինել տատիկներ, պապիկներ գալիս են ձերների մի բուր չամիջ վերցած ամաժողովուրդ ջան, մենք ձեր հետ ենք, մենք միասին ենք, մենք նույն հայն ենք ու դա է կարևորը ցավոք սրտի այո դուք շեշտեցիք որ կա պարակտում չգիտեմ ինչու են այդպես անում չգիտեմ ինչու են այդ ամենը տանում բայց նաև պետք է շեշտել որ հիմնականում դա կատարվում է fake էջերի կողմից մտնում ես ձեր ասած մի երկու անձ կա որ իրենք հատուկ իրենց էջով անում են դա իսկ հիմնականում այդ պարակտումը մտցնում են fake էջերի մեջ կոմենտների տեսքով տարբեր գարունների տեսքով տարբեր լատականների տեսքով այսինքն հիմնականում fake հետևի մարդ չկա կանգնած հա այն մարդն օրինակ հանրային ռադիոյի տնօրենի կինը որ մարդիկ ասեն պատասխանեն իր գրածին ու ինքը մարդը հրապարակային ներողություն խնդրել հուսով եմ դա կլինի դաս բոլորի համար որ պարակտում չմտցնեն Արցախցի ու հայաստանցիների միջև որտեղ մենք մի ազգ ենք, մենք մի ժողովուրդ ենք, մենք հայ ենք։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։